Բարև բոլորին ժողովուրդ ջան, այսօր խաղում ենք այս տեղնաշարժ խաղը, դրեք ձեր լայքերը բաժանորդագրվեք իմ ալիքին, դեն շատ է կօգնում։ Հիմա նայեք, էլի այն փարթիների բաների արդյունքում ես եկել հասել եմ այս արդյունքին 318 level ու իդեպ են 40 միլիոնանոց բանը, որ ես ուզում էի առնեի, առել եմ, ավելացեմ 2 հատ ու մի քանի բան եմ առել 50 միլիոնանոց կրակներ, չէ, մեկը 500 միլիոն էր։ Հիմա ես դուք կարծում եմ առաջի աշխատանում կամ երկրորդի աշխատանում, որովհետև ստեն մի հատ արջուկ կա ու ես ուզում եմ այդ արջուկին վազացնեմ։ Հիմա փորձում եմ հասնեմ այդ արջուկի մոտ, բայց ինքան ժամանակ փորձում եմ չի լինի։ Давай. Давай. Սարոչի աշխարհում ես պերսոնաժը շատ արագ գրապատառով չեմ կարում նորմալ խաղալ։ Ճիշտ է, գիտեմ կարամ արագությունը քչացնեմ, բայց գիտեմ ինչքանի տակ դրեմ, որ նորմալ կարողանանք խաղալ։ Օ լավ վրա այնքան արագ չկա այնում։ Լուտես։ Այսօր երկրորդ աշխարհում նույնպես խաղանք։ Այ քուչած։ Ու վաղը ժողովրդան երևի կլինի long break։ Ահա մի բան եմ ուզում ձեզ ասեմ, ով որ մտածում է, որ այն դիկտատոր Snowpiercer չեմ խաղալու, այն զոմբի ապոկալիպսիսը կամ Brawl Test-ը չեմ խաղալու, չէ, խաղամ, բայց դրա վիդեոները շատ ուշ կգան, ու մի հատ էլ կոմենտներում գրեք, կուզենեք մի հատ խաղ, օրինակ դիկտատոր Snowpiercer դնեմ մի քանի օրում վիդեոներով անցնեմ, ու կադրից դուրս ընդհանրապես չխաղամ, գրեք կոմենտներում, որ խաղ կգեք, ապենց խաղամ։ Հիմա մենք պետք է հասնենք այդ արջուկին, որը մեր մոտ չի ստացվում երկար ժամանակ։ Մի քանի անգամ փորձել եմ ու չի լինում, չի լինում։ Հասանք, հիմա քելեք ես մեր արջուկին մի քանի կիլոնի հարացնենք, օրը խոսեց կողում, էլ ինչ խնդալու է, չի կարում հասնեմ հետևից, կոմենտներում գրեք ուզեք, այս առաջին աշխարհի այս սաղ էտապները անցնենք, սենց մի քիչ լավ տանջենք այս արջուկին, ու հետո գնանք արդեն երկրորդ աշխարհում խաղալու։ Մանկական երկա, բայց գնացին վաղկար հենց, ոյ քու, լավ ոչ չէի կրկացը, սյո մտանք երկրորդ աշխարհ, վաղկար հենց սենց մտնում ենք մի անգամ զգալս էր մեր վրա ու մեռնում ենք, իսկ հիմա ինքը չի կարող մեզ հասնի, այս ճեղավրախը կախ է, լավ ես հայևի կմտնենք,
Հեսա կմտնենք։ Մինչև դե լայքերու բաժան օգտագրվեք իմ ալիքին ժողովուրդ ջան, օգնեք շատ շուտ հասնենք 50 բաժանորդ։ Այս խե ուղա հայաց դարձ մի վարկյան։ Մի վարկյան մի հատ փորձեմ դզեմ։ Հիմա տելեպորտ ենք լինում։ Հեսա որ մտնեմ արդեն ինքը բան կլինի։ Հորիզոնական կլինի, ճիշտ է, մի քիչ կախում է, բայց ոչ չի։ Ես հիմա 600 միլիոն վին ունեմ ու չգիտեմ ինչ անեմ այդ վիններով պրոստը, չգիտեմ, ուղղակի հավաքում եմ։ Հավաքում տնամ ինչ կարամ անեմ։ Գնացինք երկրորդ աշխարհ։ Գնանք տեսնենք ինչ են կարում։ Ես երկրորդ աշխարհում ինչև կարում եմ են լաբիրինթ հասնեմ, դրանից հետո չեմ կարում, որովհետև բարդ է։ Բա։ Իդեպ ժողովուրդ գրեք հələ կոմենտներում տենամ այսօրովա Իսպանիա, Ֆրանսիա խաղը նայելու։ Շատ հետաքրքիր խաղ է, մեզի սպասվում Իսպանիա vs Ֆրանսիա, ով հաղթեց հասնում է ֆինալ։ Ես կուզեմ հաղթի Ֆրանսիան, արխիաս ինձ կախում։ Ես կուզեմ հաղթի Ֆրանսիան, նու ընդհանրապես համելաշխարհի խաղերի ֆինալը, հաղթի Ֆրանսիան ու Ֆրանսիան դառնա այս տարի չեմպիոն, քանի որ Պորտուգալիան կամ Մեքսիկան էլ չկա, ես բալետ եմ անում Ֆրանսիային։ Սենց ասեմ, լավ Ֆրանսիան էլ չէ, բացի Արգենտինայից ով ուզում է դառնա, մենակ Արգենտինան չդառնա։ Վայ քոնգա։ Հələ մի վարկյա։ Մագազինում ինչ կա, չէ մեր համար նորմալ բան չկա։ Գնացինք։ Շվազենք, как раз 3x-ա 5 գրամով են այս թռնելու կոտրակի տակը կա։ Նենց որ ուզում է 3 անգամ շատ իր արագությունից տա, բան արեք։ Եթե երկրորդ աշխարհում ավելի ես չտեսա, առաջին աշխարհում էլ 3x թե չէ։ Давай, այդ 1 միլիոն վինի վրա մի ամիտ կայնա։ Давай, 307 տրիլիոն է կար, 307 տրիլիոն, թե 303,75 տրիլիոն, 3x-ով, այքո, արա, ով որ չի հավատում, որ ես այս սաղ առանց ռոբուքսի բանի եմ արել, նայք, կայնում եմ սրա վրա, փող ա ուզում, ես ընդհանրապես ռոբուքս չունեմ ու չգիտեմ վաբշե էտի ոնց են ունենում, ինչ են անում։ Լավ կլիկ այս ծանենք, գնացինք։ Գնանք 10 միլիոն վին վերցելու։ Լավ չես ինձ խանգարում է ինձի, արակու, այս, սյո գնացինք։ Արահլտս չեմ կարում, հլք առաջ դեմքով մի հատ էլ փորձենք, ես առաջի դեմքով ավելի լավ եմ խաղում։ Գնացինք։ Դավայ հելանք։ Այս կարում անցնեմ, խի, գնացինք։ Սպեչենի վրա չեն կարա անանենք, սպեչենի ինչ են կարա վազացնենք, որովհետև որոշ ժամանակ ալնում, որ ինքը կալի ինձի բռնում, ասենք շատ մոտիկ եմ անցնում, չգիտեմ, ինքը ավելի արագ է։ Դավայ, արխի ասած կախում։ Գնացինք։ Օրս ճեղով, ես թռաոտ։
արեցիր իմ YouTube-ի անալիքում։ Հենա մագազինը փոխավ։ Այդ քոլը տեսել կային այս 1 միլիոն վինի վրա։ Давай։ Այ դեմ ձեր վարդվարը շնորհավոր, ճիշտ է ուշացումով եմ ասում, բայց շնորհավոր։ Արա լավ, արա։ Золотой бан, ключ. Ու ժողովուրդ ջան, որ 120 level-ից ավել է ու առաջին աշխարհումը խաղում, ասեմ անպայման եկեք այս երկրորդ աշխարհ, որովհետև ստեղ ավելի շատ է ձեզ տալու, քան առաջին աշխարհում, ու ստեղ վիները, ասենք առաջի աշխարհի, առաջի էտապի վինը 250,000 է։ Ճիշտ է, առաջի աշխարհում ամեն մատ ավելի դանդաղ է, ստեղծում հիմա ավելի դանդաղ կլինի, բայց ավելի շատ վիներով։ Արա այս կանցնեմ, թե չէ։ Ուս մտա ոնց որ։ Давай, արա լավ չհասցրի։ Давай։ Օրը հլը տես։ Ես պետք է այսօր լաբիրինթը հասնեմ ու անցնեմ։ Գնացինք։ Հելյան։ Օրլով, խի։ Արա բայց աչքիս սխալ արեցի, եկա ճիշտ անցա, չհասցրի, օքեյ։ Ես այսօր ձեզ պետք է լաբիրինթի ճիշտ ճանապարհը ցույց տամ։ Այս իմ ամենասիրած էտապն է։ Այս երկու էտապները իմ ամենասիրած էտապներն են, բայց չգիտեմ ես ինչ եղավ։ Արա, մի վարկյան։ Չէ, 140, չէ։ Այդ քամին որ քշում տանում եկել են ապաչիներ չէ։ Մի վարկյան, սա խառնեցի իրար։ Այդ ապաչիների ու այն քամու էտապները ամենահեշտ էտապներն են։ Իսկ այն որ թռնելով գնում ենք, դա իմ ամենասիրած էտապն է։ Էտապ 6-ը իմ ամենասիրած էտապն է։ Անավանց սենց քամու ձայնա, որ գալի։ Էտապ 6-ի հետ վերջի պահը չեմ սիրում, որովհետև միշտ են գնում եմ, չգիտեմ ինչի։ Չէ, կայնանք, վսե գնաց։ Գնանք, արա բայց աչքիս սխալ արեցի, որ գնացի, թե չէ։ Չէ, ճիշտ արեցի։ Նավ քելը փորձեմ այսի անցնեմ։ Չէ, ժողովուրդ չեմ կարող։
Պետք է առաջ դեմքով ես տամ, որովհետև արդեն առաջ դեմքում սովորել։ Ինձ հետ շատ տարբերություն չկա, բայց սխալ արեցի, չէ։ Պետք է առաջ գնայի, մեկը արդեն գնացել է, ուզում էի հետ գնայի, բայց չասրեցի։ Վայքո, լավ արա։ Չէ շատ Ես չգիտեմ ինչի երկու բաժանորդի մեջից դուրս եկել, ես դարձել եմ 44 բաժանորդ։ Давай, я просто пишу. Ага, сам. Все, ասանք լաբիրինթոսը նայք ով չգիտի ինչ արտասկրբի, բայց հետո ես տենց արեցի Всё ժողովուրդ ջան, իսկ ես աշխարհը արդեն չեմ կարող անցնեմ, որովհետև շատ արագ անհետանում, դրա համար ես կկայնեմ 10 միլիոն։ Հələ եւս մեկ անգամ եմ արդեն լաբիրինթը Ժողովուրդ ջան, նախորդ ասեմ, որ ամսի 16-ին վիդեո Դրա համար հնարավոր է ունենալ վաղը երկու վիդեո, ես չեմ ասում 100% հնարավոր ասեմ դելոն լայվ ու էլի ես կոմենտներ ես չեղավ կոմենտներն գրեք ուզեք վաղը երկու վիդեո անենք ու որը դելոն լայվ ու էսի բայց ես չկրեց է չեմ հասկանում Էլի չեղավ ես վերջ պահը Давай կապիտենը Արա կամերա սարա Ոյ չասցր Սա արդեն 20 րոպե Խաղալն եմ անգամ ասեմ լաբիրինթը ու անցնեմ Հիմա պետք է անցնեմ ես 6-րդ էտապը Давай, անցանք
լաբիրինթի հոտ եմ ածում։ Օ, քելը կարագեսի անցնեմ ու գնում դրա վրա կայնեմ։ Որ ես խաղում նայք որը 5 ռոպե անուց բանա բերը, 5x բերը, բայց ես ինքամինի 5 ռոպե է, հավանաբար դուք երևի ես վիդյոն որ տեսնեք արդեն եսի բան կլինի, տրծած կլինի, ես էլ արդեն ասա 700 միլիոն վինի։ Ինչ ասեմ, մի քիչ խոսանք իրար հետ, թե ավարտենք վիդեոն։ Լավ, քելեք մի քիչ շփվենք։ Ինչից խոսանք, քելք ֆուտբոլից խոսանք, վաղն էլ ժամը 11-ին կլինի Արգենտինա Անգլիա խաղը, ես բալետ եմ անում Անգլիային միանշանակ։ Իսկ այսօր ով չգիտի ասեմ, ժամը ով չգիտի ասեմ, գիշերվա ժամը 23:00-ին Հայաստանի ժամով, Երևանի ժամով 23:00-ին մեկնարկում է Ֆրանսիա-Իսպանիա խաղը։ Կիսաեզրափակիչ է, ով հաղթում է անցնելու է ֆինալ։ Ես կուզեմ Ֆրանսիան հաղթի, բայց իմ համար այդքան էլ տարբերություն չկա Ֆրանսիան կհասնի թե Իսպանիան, իսկ Անգլիայում ու Արգենտինայի խաղի համար մեծ տարբերություն կա, ես կուզեմ հասնի ֆինալ Անգլիան, ոչ է Արգենտինան։ Բայց պատկերացնում եք 2 տարի անընդմեջ նույն երկրները հասնեն ֆինալ, ասենք այս տարի էլ լինի Ֆրանսիա-Արգենտինա ֆինալ, օրինակ ես չեմ ուզի տենց լինի, ես կուզեմ լինի օրինակ Ֆրանսիա-Անգլիա, Իսպանիա-Անգլիա, չնայած չէ, Իսպանիա-Անգլիան էլ այդքան հետաքրքիր չի լինի, որովհետև 2 տարի առաջ տեսանք այդ ֆինալը, ով չհասկացավ ինչ մասն է խոսքը Եվրո 2024 թվականի ֆինալի մասն է, երբ Իսպանիան Անգլիային 2-1 հաղթեց ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Կուզեմ լինի, կուզեմ չէ, եթե լինում է թող լինի Իսպանիա-Արգենտինա, ոչ թե Ֆրանսիա-Արգենտինա։ Իսպանիա-Արգենտինա լինի ու ճիշտ է երկուսն էլ բանը Բարսայի հետ կապ ունեն, ընդ Յամալն ընդ Մեսին, բայց ես կուզեմ բանը հաղթի Իսպանիան, որովհետև մենակ բանը Յամալ չի, ինձ Կուկուրելյան էլ կա, որը արդեն Ռեալ Մադրիդի խաղացող է։ Ֆրանսիա-Արգենտինա եթե լինի, ինչ ասեմ, թող լինի, բայց Ֆրանսիան թող հաղթի, իր վրեժը լուծի Արգենտինայից։ Անցյալ տարի ով չկարեցավ գոլը խփի այն վերջի վարկյաններին, չեմ հիշում անունը ինչ էր, բայց սենց կասեցրեցին, ոտով տշեցին օդ հեռու պաս տվեցին, այդ խաղացողն էլ կասեցրեց գնաց առաջ, վրատարի հետ ելա խփեց, վրատարը ոտերը բացել էր, կպավ որ մի վարկյան, չէ ձախ, կպավ ձախ ոտին ու գնաց։ Էդի ասեմ երբ էր 2022 թվականի ֆինալներ Արգենտինա-Ֆրանսիա, օրես ինչ եղավ կներեք, Արգենտինա-Ֆրանսիա ֆինալներ 120 րոպե արդեն անցել էր, պլյուս 3 րոպեին արել ու վերջին 30 վարկյաններ, այսինքն 2 րոպե 30 վարկյան արդեն անցել էր։ Այդ ժամանակ կարային պրոստը այդ գոլը խփեր, այդ խաղացողի անունը չեմ հիշում, կամ ինչ կլներ, եթե պաստար բանին, Մբապեն կկարենար վերցեր, թե չէին թողի, որովհետև ինչքան հիշում եմ Մբապեի կողերը խաղացողներ կային։ Կարճ ասած, եթե այդ գոլը, այդ գնդակը մի քիչ բարձր լիներ, ասենք մի 30 սանտիմետր, գոլ կմտներ ու Ֆրանսիան կդառնար կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն։ 2 աշխարհի առաջնությունը անընդմեջ կհաղթեր Ֆրանսիան, սակայն ոչ։ Արգենտինան հաղթեց։ Ու ես չեմ ուզի Արգենտինան 2 անգամ իրար հետևից դառնա աշխարհի չեմպիոն։ Ոնց հասկանում եմ, սենց շատ դանդաղ է իմ, ես 318 level է, Ռոբերտո մյուս 248-ա, ոնց հասկանում եմ, էդի շատ ուշ կլինի, եթե չլինի բան, այդ փարթից չլինի 120x բերի, սենց արագ լցենք մեր լևելները։
Տեսնենք ժողովուրդ ջան, տեսնենք ով կհաղթի այսօրվա խաղում, Իսպանիան թե Ֆրանսիան։ Ըհը։ Всё, էստեղ սան ժողովուրդ ջան, դրեք ձեր լայքերը ու բաժանորդագրվեք իմ ալիքին, այտենց դուք ինձ շատ եք օգնում։ Շնորհակալություն, որ մինչև ստե նայեցիք ու եթե ուզում եք կարաք կոմենտներում գրեք Ֆրանսիա-Իսպանիա խաղի հաշիվը կամ էլ ձեր կարծիքով ով կհաղթի։ Շնորհակալություն, ցտեսություն։